Բարև ձեզ, երկրի հարցը ծրագիրն է եթերում։ Ստացվել է այնպես եւ այս մասին մեկ անգամ չէ որ ասվել է, որ ներքաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը եղել եւ շարունակում է մնալ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների տիրույթում։ Այդպես է խորհրդարանական ընտրություններից առաջ, այդպես է նախագահական ընտրություններից առաջ։ Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին եւ բանն ավարտվեց կիսահաշտությամբ, ԲՀԿ-ն դարձավ ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, այլ ընտրանք։ Հիմա շարունակում է անհայտ մնալ գլխավոր հարցը, թե ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է այլ տեխնացուի, թե հանդես է գալու սեփական տեխնացուով։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ ԲՀԿ անդամները հատկապես վերջին շրջանում միշտ հարկադրված են լինում անդրադառնալ այս հարցին, ԲՀԿ-ի մասնակցության ձևաչափը։ Մինչ այս տաղավարում, թե ընդհանրապես զանգվածային լրատվամիջոցների հետ զրուցելիս, հիմնական տեսակետը, որ հնչում է տարբեր ԲՀԿ-ականների կողմից, այն է, որ ճիշտ կլինի, եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին ներկայանա սեփական տեխնացուով։ Դուք էլ այդպես եք կարծում։ Դա նաև իմ տեսակետն է, սակայն դա դեռևս ԲՀԿ-ի վերջնական տեսակետը չէ։ Այսինքն ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին կհայտարարի այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնի, սակայն ես կարող եմ այս պահին պարզապես ասել իմ տեսակետը, որ ես գտնում եմ, որ ԲՀԿ-ն այն ուժն է, որ կարող է եւ պետք է հանդես գա սեփական տեխնացուով։ ԲՀԿ կուսակցության մեջ ես նշեցի, որ բոլորը կարծես հիմնական գերիշխող կարծիքը այդ է, որ ասում եմ իմ տեսակետը ճիշտ կլինի, որ հանդես գա սեփական։ Կա որևէ կուսակցական, որ այլ տեսակետ ունի։ Գիտեք, կուսակցությունը բավականին մեծ է, այնպես որ ես չեմ կարող այս պահին ներկայացնել բոլորի տեսակետները, եւ ի վերջո որոշումը, որ կկայացվի ԲՀԿ-ում, պետք է հաշվի առնի բոլոր արկա տեսակետները եւ բոլոր հնարավոր տեսակետները եւ դրա արդյունքում կայացվի որոշում։ Բայց հրապարակային տեսակետները, որ հայտնվում են տարբեր ԲՀԿ-ականների կողմից, միշտ նույնն են։ Ես ուզում եմ մի քիչ փորձեմ հասկանամ, իսկապես եթե մեծամասնությունը կամ գրեթե բոլորը, այսինքն որևէ այլ կարծիք չի հնչել, մտածում են այդպես, ուզում եմ հասկանամ, ասեցի չէ, փորձեմ հասկանանք, թե որոշումը կա, պարզապես չի բարձրաձայնվում, թե որոշումը իսկապես չկա, կամ ավելի շատ խիստ հավանական է, որ հենց այդ որոշումը ընդունվի, ինչի մասին բարձրաձայնվում։ Գիտեք, իրականում կարծում եմ ես կրկնված չեմ լինի, եթե նշեմ, որ ԲՀԿ որոշումը պետք է բխի այն ընտրազանգվածի շահերից, որը որ ներկայացնում է այժմ Ազգային ժողովում ԲՀԿ-ն եւ հետեւաբար որոշում կայացնելուց պետք է վերջին հաշվով արտահայտի այդ ընտրազանգվածի շահերը եւ կարծիքը։ Այնպես որ տեսակետները բազմազան են, դա ոչ միայն կուսակցության տեսակետն է, այլ նաեւ այն մարդկանց տեսակետը, ում ներկայացնում է ԲՀԿ-ն, այդ իսկ պատճառով դեռ վերջնական որոշում։ Դե էլի այդ մարդիկ, ովքեր տեսակետ են հայտնել իրենց քվեարկությամբ, այդ մարդիկ, եթե ասենք համաբիտ լինեին այդ միասնական տեխնացուի, հանրապետականին ցայն կտային, հա, այսինքն այդ մարդկանց տեսակետն էլ ԲՀԿ-ի կողմից արտահայտված հրապարակային տեսակետներից առանձնապես չի տարբերվում։ Ուսումնասիրվում են այդ տեսակետները եւ որոշումը այսպես ասեմ, որոշում հայտարարելու համար դեռ մենք ժամանակ ունենք եւ պետք է միանշանակ հաշվի առնվի բոլոր տեսակետները։ Դե ժամանակը իհարկե ժամանակ կա, բայց մի անգամ էլի ձեր կուսակցության անդամներից մեկի հետ զրուցում էի, բայց հաջորդ դասի զանգը արդեն հնչելու մոտ է, էլի։ Բայց դեռ չի հնչել։ Բայց դեռ չի հնչել։ Բայց մարդիկ շտապում են, ասում են, երբ պիտի հնչի զանգը հաջորդ դասի։ Երբ հարմար պահը լինի, երբ ճիշտ պահը լինի, համոզված եղեք, որ կհնչի։ Իսկ այլ տեխնացուի պաշտպանելը ինչու այսպես ընդունելի չի, սա հակասում է ԲՀԿ շահերին, ԲՀԿ ընտրողների շահերին կամ հակասում է միգուցե քաղաքագիտական օրենքներին։ Գիտեք, ես այստեղ իմ անձնական տեսակետը պետք է հայտնեմ, ես գտնում եմ, որ ԲՀԿ-ն հանդես գալով այն ուժը, որ իր հետևում ունի շուրջ 500,000 ընտրողների ձայն, այսպես պետք է միանշանակ հանդես գա իր սեփական տեխնացուով, որովհետև այդ դեպքում էլի իմ տեսակետով արդարացրած կլինի ժողովրդի սպասելիքները։ Իսկ քաղաքագիտության կանոնների, օրենքների հետ կապված, այսինքն եթե այսքան ցայն ունենք, հա, սխալ կլինի, որ
այլ տեխնացուի սատարում։ Այո, նաև քաղաքագիտության կանոններից ելնելով։ Իսկ քաղաքագիտության օրենքները չէին հակասում ստորագրել մի հուշագիր, որտեղ տարածորեն գրված էր, թե ես դուրս եմ բերել նոր փոփոխությունների ընթառաջ կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու միջոցով ընդ որում լավ էլ պայքար ծավալեցին եւ փորձ արվեց ուժերի հարաբերակցությունը փոխվել եւ ավելին քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական տեխնացուով իտեմից գործող նախագահի եւ այլն եւ այլն։ Ինչու եմ ես մեջ բերում, որովհետեւ այս ընթացքում էլ այս հուշագիրը անընդհատ շրջանառվում է, անընդհատ հղումներ են արվում այս հուշագրին եւ այլն։ Դուք հուշագրից մեջ բերում անելուց մի քանի անգամ նշեցիք կոալիցիոն կուսակցությունների մասն է խոսքը։ Այսինքն, երբ հուշագիրը ստորագրում են, ընդ որում պետք է նշեմ նաև այստեղ որպես իրավաբան, դա իրավական փաստաթուղթ որպես այդպեսին չէ, այսպես նշանակություն չունի, բայց այդուհանդերձ հուշագիրը ստորագրվել է կոալիցիոն գործընկերների միջև։ Այժմ այդ կոալիցիան չկա, ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, հետևաբար այս հուշագիրը չի կարող տարածվել ԲՀԿ-ի վրա։ Դե ԲՀԿ-ի համար չի կարող տարածվել, հանրապետականի համար կարող է տարածվել եւ լավ էլ կարող է տարածվել, հանրապետականները անդադ հղում անում են այս հուշագրին եւ ասում են, քանի դեռ կուսակցության պաշտոնական հայտարարություն չի եղել, կուսակցության առաջին դեմքի պաշտոնական հայտարարություն չի եղել, մենք ունենք այս հուշագիրը եւ այդ հուշագրով մենք չենք զարմանա, որ Գիտեք, ես այստեղ պարզապես պետք է մեջ բերեմ իմ կուսակից Վահե Հովհաննիսյանի խոսքերը, մենք նույն ձևով կարող ենք ասել, որ Սևրի պայմանագիրը եւս ուժի մեջ է։ Բայց ախր էլի ասեմ, այս քաղաքագիտական օրենքներին չէր հակասում ստորագրել այսպիսի բան ու հիմի այսքան ժամանակ հետո էլի կրակնկնել այս հուշագրի ձեռքը, հա, այսպիսի ձևակերպումներով։ Կարծես թե այնպիսի մի տպավորություն է ստեղծվում, որ եթե որևէ մարդ կամ որևէ ուժ կամ որևէ կուսակցություն անում է որևէ քայլ, ապա նա միջև այսպես իր գործունեության վերջ կամ եթե մարդը միջև իր կյանքի վերջ դատապարտված է այսպես ուղղորդվելու միայն այդ քայլով եւ այսպես պատասխանատվություն կրելու մինչեւ վերջ այդ քայլի համար։ Չէ, ես հարցադրումս մի քիչ ուրիշ շեշտադրում ուներ, ինձ զարմացնում է հասկանալի է, որ ասում եք, եթե մի քայլ արել ես, այդ պարտադիր չի, որ ամբողջ կյանքի ընթացքում մինչեւ վերջ, չգիտեմ, հա, իրավիճակ է փոխվում, մարդիկ են փոխվում, ժամանակներ են փոխվում, բայց ինձ զարմացնում է մեր քաղաքական ուժերի այս հերահար ինչ-որ նպատակները այն դեպքում, երբ որ իրենք էլ գիտեն, որ այդ հերահարը այդքան էլ հերահար չի։ Ասենք, ձեր պարագայում կոալիցիա այս հուշագիրը ստորագրվել է խորհրդարանական ընտրություններից առաջ, միգուցե ճիշտ կլիներ նախագահական ընտրություններին չանդրադառնալ, որովհետև մինչև նախագահական ընտրությունները կուսակցություններն էլ քաղաքական ուժերը լավ գիտեն, որ ժամանակներ են փոխվում, ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում է, հա, փոխվում է եւ հնարավոր է, ասենք, իրականություն չդառնա, ինչու անդրադառնալ։ Նույնը ասենք մյուս կուսակցությունների, դες ժառանգություն, ազատ դեմոկրատներ էլի հայտարարեցին մենք երկարաժամկետ քաղաքական, ընդհանրապես ընտրություններն անցան ու արդեն խժդժություններ, հակասություններ եւ այլն եւ այլն։ Քաղաքական process-ներ են, ամեն ինչ էլ հնարավոր է եւ ինչպես դուք նշեցիք, իրադրության փոփոխություն է լինում իրավիճակի եւ ընդհանրապես հետևաբար գիտեք այսպես անընդհատ հղում անել այս կոալիցիոն հուշագրին կարծում եմ իմաստ չունի առավել եւս նախին գործընկերը անընդհատ հղում անում է, բա ինչ անենք։ Դե գիտեք ճիշտ կաներ եթե հղում աներ, եթե գոյություն ունենար այն կոալիցիան, որը որ ստորագրել է այդ հուշագիրը, ԲՀԿ-ն այլևս կոալիցիայի անդամ չէ։ Ես գիտեմ, որ ԲՀԿ-ն ոչ միայն կոալիցիայի անդամ չէ, այլև ԲՀԿ-ի համար այդ կոալիցիոն հուշագիրն էլ գոյություն չունի, առաջին անգամ այդ մասին բարձրաձայնվեց հենց այս տաղավարում Վարդան Օսկանյանը հայտարարեց խորհրդարանական ընտրություններից դեռ առաջ, որ կոալիցիան առաջ թե հետո չեմ հիշում անմիջապես, որ չկա աղմուկ մի քիչ բարձրացավ, բայց մի հանրապետական նորից շարունակում է, որ այլ փաստաթուղթ չկա։ Ինչևէ, հին հուշագրից անցնենք հիմա նոր հուշագրի հավանականությանը, այս մասին էլ էլի ձեր նախկին գործընկերը, նախկին կոալիցիոն գործընկերը էլի բարձրաձայնում է տարբեր դեմքերի մակարդակով, այսօր էլ խորհրդարանական խմբակցության ղեկավարն է ասել, որ ես հավանական եմ համարում, որովհետև արդեն մի ճանապարհ անցել ենք ԲՀԿ-ի հետ եւ այդ զարմանալի չի լինի, եթե նոր հուշագիր լինի եւ էլի ճանապարհ անցնենք։ Գիտեք, իրականում դա այսպես բարի կամքի դրսևորում է, այսպես պետք է ասեմ, որ ցուցաբերվել է փաստորեն ԲՀԿ խմբակցության ղեկավարի կողմից, մեր գործընկերոջ կողմից,
Անկեղծ պետք է ասեմ, որ վարի ցանկությունների, ես կամք ասեցի, վարի ցանկությունների, այո։ Անկեղծ ասած, այս պահին որևէ քննարկում չկա հուշագիր, նոր կոալիցիոն հուշագիր, այսպես կնքելու մասին, առավել եւս որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մենք հնարավորություն ունեինք կոալիցիա կազմելու եւ եթե այդ քայլը չենք արել խորհրդարանական ընտրություններից հետո չեմ կարծում որ այժմ էլ պետք է դիտեն այսպես նախադրյալներ նոր կոալիցիոն հուշագրի համար։ Իսկ բանակցություններ հանրապետականի հետ էլի տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ հնարավոր է սահմանադրական հանրաքվե տեղի ունենա, հանրաքվեով փոխվարչապետի պաշտոն ավելանա, փոխվարչապետի պաշտոն ավելի ընդլայնված լիազորություններով եւ դա տրամադրվի Բարգավաճ Հայաստանին եւ բանը ավարտվի հաշտությամբ։ Ես իհարկե կուզենայի հասկանալ բանակցությունների վերաբերյալ այդ տեղեկատվության աղբյուրը որտեղից, որովհետև մենք ամեն օր տարբեր լրատվական միջոցներում մի նոր սցենարի ենք հանդիպում ու կարծես թե ամեն անգամ այդ սցենարները փոխվում են։ Նույնն է խորհրդարանական ընտրություններից հետո բազմաթիվ այդպիսի սցենարներ էին, մեկ որ մենք կազմում ենք կոալիցիա, այսքան պորտֆելների դեմ, հետո մենք չենք կազմում կոալիցիա այս պայմանների դեմ, ի վերջո սցենարներից որևէ մեկը իրականություն չդարձավ։ Այնպես որ այս դեպքում եւս ես ինքս չեմ հասկանում այդ աղբյուրը, այս ինֆորմացիայի որտեղից է եւ բնականաբար շրջանառվող տեղեկություններն էլ անընդհատ փոփոխվում են ու անընդհատ մեկը մյուսին հակասում են։ Ես ինչքան հասկացա, հին հուշագրի հարցը փակված է, նոր հուշագրի հարց չի քննարկվում, սահմանադրական հանրաքվեի հարց չի քննարկվում, փոխվարչապետի հարց չի քննարկվում, ինչ է քննարկվում։ Քննարկվում է թե ինչ ձևաչափով պետք է մասնակցենք նախագահական ընտրություններին, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այն ժամանակ, երբ իրականում ճիշտ կհամարի ԲՀԿ կուսակցությունը։ Լավ, հիմա եթե ես ինչքան հասկանում եմ, ավելի շատ կուսակցականների տեսակետները հակված են դեպի սեփական տեխնատուրով հանդես գալը, բարձր է որ այս պարագայում ԲՀԿ-ն կունենա շատ լուրջ մրցակից, հա, դիտեմս իշխող կուսակցության եւ գործող նախագահի բնականաբար իշխանությունները կուսակցության դեմ պիտի պայքար ծավալեն տարբեր ճանապարհներով, հա, քաղաքական, ապաքաղաքական, լրատվական, հասարակական, ես էլի կարող եմ շարունակել։ Այս ամեն ինչը դուք հաշվարկել եք, հաշվի առել եք, հակաքայլեր ունեք, չունեք։ Գիտեք, որոշումը քանի դեռ վերջնական չէ, բնականաբար հակաքայլեր նախաձեռնելը ինձ թվում է առայժմ շուտ է։ Բայց որ որոշեցիք ու անմիջապես այդ քայլերն եղան։ Հավատացեք, որ Բարգավաճ Հայաստանային կուսակցությունն է, որ կկարողանա այսպես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ հակաքայլերը։ Այդուհանդերձ, քանի դեռ չկա որոշում, չկա նաև հակաքայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Ասենք Օսկանյանի պարագայում հակաքայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, թեպուզ քաղաքական այն դեպքում, եթե խոսքը վերաբերվում է կոնկրետ Օսկանյանի դեպքում եւ երբ քաղաքական հետապնդման մասին է խոսքը, բնականաբար դա ստացավ այսպես իրեն արժանի արձագանքը ԲՀԿ-ի կողմից եւ ես անկեղծ ասած չի ուզենա որպես ենթադրություն նույնիսկ այսպես պատկերացնել, որ նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական հետապնդումը շատ ավելի լայն ծավալ ձեռք կբերի, քան հիմա է։ Դե քանի որ խոսեցինք ինչ որ նորություններ կան, ասենք նոր հարցաքննություններ հրավիրել, թե այսպես քնած վիճակում է։ Դատավարական ընթացակարգին համապատասխան հարցաքննություններ են տեղի ունենում, Civitas-ի հիմնադիրներին են հարցաքննում, նյութերն են ուսումնասիրում, որ Civitas-ից այսպես արգրավել է, այսինքն զուտ դատավարական ընթացակարգի սահմաններում կատարվող գործողություններ են, որոնք որ վերջին հաշվով ոչինչ չեն տալու, որովհետև գործը բացարձակ իրավական հիմքեր չունի։ Իսկ ձեր մյուս նախկին երկու նախարարների հետ կապված գործերը ընթացքի մասին է խոսքը, եթե ես չեմ սխալվում, պարզապես քաղաքաշինության նախարարը հրավիրվել է մեկ անգամ բացատրություններ տալու կապված գործի հետ եւ նոր ոչինչ չկա։ Լավ, էլի դառնանք ընտրություններին, հա։ Իսկապես Բարգավաճ Հայաստանին պետք է իշխանություն։ Այսքան արտաքին պարտք
այսքան սոված ժողովուրդ, մի տուն լիքը մանուկներ, հա, չգիտեմ, այդքան դժգոհություններ, այդքան խնդիրներ, այդքան խնդիրները լուծելու համար այդքան ժամանակ եւ այդ ընթացքում ամբողջ դժգոհությունը ծևերել Գիտեք, իրականում Բարգավաճ Հայաստանը դեռևս նախընտրական փուլում հայտարարել է, որ մեզ համար անընդունելի է ցանկացած մենաշնոր, խոսքը նաև իշխանության մենաշնորհի մասին է, այսինքն պետք է հնարավորություն լիներ, այսինքն գոնե ցանկալի էր, որպեսզի լիներ հնարավորություն, որպեսզի լինեին հակակշիռներ սկսած խորհրդարանից։ Ինչ վերաբերում է անհրաժեշտ է արդյոք պատասխանատվություն այն ամենի համար, ինչ որ հիմա գոյություն ունի, պատրաստակամություն ստանձնելու այդ ամենը իր վրա։ Գիտեք, ես գտնում եմ, որ չի կարելի պարզապես ասել, որ գիտեք ՀՀԿ եւ գործող իշխանություն եւ գործող կառավարություն այն ինչ որ արել եք, լավ եք արել, դե ոնց որ արել եք, այդպես էլ մաքրեք եւ այլն։ Այդպես չէ, մենք պետք է գործադրենք մեր բոլոր ուժերը, որպեսզի վերջի վերջո Հայաստանը հանենք այն իրավիճակից, ինչ որ հիմա գոյություն ունի։ Որովհետեւ եթե ես ընդունում եմ բարդ, բայց 2013 թվականից ինչքան արտաքին պարտ պիտի սպասարկվի։ Չգիտեմ աղքատությունը ինչքան է։ Ես ընդունում եմ, այդ դեպքում անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի կարողանանք այս ամենը հաղթահարել։ Ես կուզենամ, որպեսզի այդպիսի քաղաքական կամք լինի նաև իշխող կուսակցության եւ մոտ, որովհետեւ իրականում օրեցօր ահագնացող արտագաղթը եւ աղքատության շեմը, որ գնալով ավելի աճում է, դրանք վերջի վերջո պետք է մի պահ կա, որ կանգ առնեն ու փորձենք հակառակ պետք է փորձենք արտագաղթի դեմն առնել, պետք է փորձենք արդեն կիրառել այնպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որ վերջի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացին զգա, որ ինքը այս հանրապետության քաղաքացի լինելով պաշտպանված է պետության կողմից, պետությունը մտածում է իր մասին։ Սոցիալ-տնտեսական քաղաքականություն այսօր շրջապատողների ժամանակ էլ ծեր խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ ԲՀԿ-ն մերժում է կառավարության ներկայացրած սոցիալական բարեփոխումների մի շարք նախագծերը եւ առաջարկում է քննարկել Հրանտ Բագրատյանի ներկայացրած ծրագիրը, որտեղ կան բազմաթիվ դրական ու արդյունավետ կետեր։ Կառավարության ներկայացրած սոցիալ-տնտեսական ծրագրերը ցես համար բացարձակապես ընդունելի չեն, կոնկրետ ինչերը ընդունելի չեն։ Գիտեք, եթե սկսենք հասարակ մի բան նվազագույն աշխատավարձի մասին օրենքից, որ բարձրացրեցին մարդիկ ինչ է։ Շատ լուրջ բարձրացում եղավ, որ կարծես թե զավեշտի է նմանվում, եւ իրականում մենք մինչ այդ էլ նշեցինք եւ նաեւ քվեարկության ժամանակ, որ մեզ իրականում բարոյական երկընտրանքի առջեւ էին կանգնեցրել։ Խնդիրը նրանումն է, որ երկրում քաղաքացիներից շատերը այնպիսի իրավիճակում են գտնվում, որ այդ 2500 դրամ աշխատավարձը իրենց համար կարող է կենսական նշանակություն ունենալ, բայց մյուս կողմից այդ 2500 դրամը բացարձակ որևէ խնդիր չի լուծում։ Չենք ընդունում օրինակ ինձ համար այսպես սոցիալ-տնտեսական քաղաքականությունից շատ անընդունելի է ու նաև կարծում եմ մեր կուսակցության այսպես վերջնական դիրքորոշումը նաև կլինի կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքը, որը որ ես համոզված եմ այսպես նոր խառնաշփոթ է առաջացնելու երկրում։ Մեծ ռիսկեր էլ է պարունակում։ Բնականաբար 5% պարտադիր վճարել ում մոտ է պահվելու այդ գումարները, հնարավոր է կորեն թե չկորեն, հնարավոր է եթե կորենով է վճարելու պետությունը որտեղից է վճարելու էլի մեր վճարած հարկերից, այսինքն այդ իրականում շատ ռիսկային է։ Խնդիրը նաև այն, որ եկամտահարկի մասին օրենքով բարձրացվել է եկամտահարկը բնականաբար, այսինքն դրա մեջ ներառվել են այն սոցվճարումները, որ կատարվում են գործատուի կողմից, աշխատողի կողմից, եւ դրան գումարած 2014 թվականին գումարվում է նաեւ կൂട്ടակայինը, այսինքն ստացվում է, որ աշխատողը վճարում է եւ սոցվճարներ, եկամտի տեսքով արդեն եկամտահարկի տեսքով, եւ նաեւ կատարում է կൂട്ടակային ներդրումներ կենսաթոշակի համար։ Այսինքն այս դեպքում անհասկանալի է դառնում, թե ինչ է նշանակում կൂട്ടակայինը։ Այսինքն ինքը բավականին ռիսկային օրենք է եւ մեր կուսակցության համար անընդունելի։ Լավ, մեր կառավարության, հայրենի կառավարության այս սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ որևէ բան չկա, որ ընդունելի է։ Անկեղծ ասած, հոգ են տանում, ջանք են թափում, աշխատում են մարդիկ։ Ջանք են տանում, աշխատում են, սակայն արդյունքները ինչպես միշտ ստացվում են ավելի վատ, քան թե կարելի էր սպասել։ Օրինակ ասենք 16.6 միլիոն դոլար ծախսել են գյուղացիներին դասախոսություն կարդալու համար, վատ է։
Չէ, շատ լուրջ ձեռքբերում է եւ ես կարծում եմ, որ 16 միլիոն դոլարով դասախոսություն կարդացած գյուղացին կարող է նույնիսկ արդեն դիսերտացիա գրել։ Լավ, բայց հանրապետականն էլ ձեր սոցիալ-տնտեսական նախաձեռնություններն է, չեմ հրժում։ Այո։ Այո, եկը մյուսի հետևից։ Մի անգամ խոսում էինք Միքայել Մելքումյանի հետ, ներկայացրեց թե ինչ նախաձեռնություններ, պարզում է բոլորը մերժվել են։ Լավ, քանի որ դուք նաև հանրային հարցերի, մշտական հանձնաժողովի նախագահ եք, մի քիչ արդեն խոսեցինք հանրային խնդիրներից, հանրային մասնակցության մասին խոսենք ընտրություններից։ Հանրային մասնակցությունը, քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլինի առաջիկա նախագահական ընտրություններում այսպես ներկայանալի մակարդակի, թե էլի հին ու բարի ընդունված տարբերակով ախպեր մեջ 10,000 դրամը տվեք, գնացեք ինչ ուզում եք արեք։ Անկեղծ ասած վախենամ, որ նախագահական ընտրությունները նորից մի սցենարն են գրելու, որովհետև երկու հիմնական գործոն կա։ Առաջինը հասարակությունը չի հավատում ընտրություններին եւ ընտրությունների արդյունքներին, եւ երկրորդը այն սոցիալ-տնտեսական պայմաններում, որում գտնվում է այդ քաղաքացին, ավելին պահանջել քաղաքացուց հնարավոր չէ, որովհետև այսօր քաղաքացիները լուծում են մեկ օրվա կենսական խնդիրը։ Այսինքն այսօրվա, այսպես որպեսզի երեխաները սոված չքնեն տարբերակով։ Եվ այդ պարագայում լավատեսության հիմքերը որն է, որ գնանք, աշխատենք, փոխենք, կանք իշխանության եւ այլն։ Եթե ասում եք, որ աղքատ երկրում մարդը ավելի շատ մտածում է 10,000 դրամից տվեք, գնացեք ինչ ուզում եք արեք, հա։ Դրա համար պետք է փոխել, պետք է հասնել նրան, որպեսզի սոցիալ-տնտեսական պայմանները այնպեսին չլինեն, որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի, քաղաքացին պատրաստ լինի իր ձայնը վաճառել ընտրությունների ժամանակ։ Բոլորն ասում են պետք է, բայց ես երբեք չեմ լսում, թե ինչպես է դա հնարավոր, ինչու ասենք Վրաստանում դա հնարավոր եղավ, Հայաստանում ոչ ոք չգիտի ինչպես է դա հնարավոր։ Վրաստանում կառավարությունը ստեղծում է բոլոր ամբողջ նպաստավոր պայմանները, որպեսզի զարգանա գործարարությունը։ Վրաստանում եկամտահարկը 18% է, շահութահարկը 15% է եւ պետությունը իր բյուջեն այսպես լցնելու, հարկերով լցնելու խնդիր չի տեսնում։ Պետությունը փորձում է ստեղծել պայմաններ, որպեսզի զարգանա գործարարությունը եւ դրա արդյունքում ստանա հարկերը։ Եվ ոչ թե ստեղծում է այնպիսի պայմաններ, որպեսզի գործարարը որքան հնարավոր է փորձի աշխատել ստվերում, որովհետև հակառակ դեպքում պարզապես իմաստ չի լինի զբաղվել գործարարությամբ։ Այս այն մասին է, որ Վրաստանում տեսեք թվեցիք իշխանությունը այս արել է, հարկը այսքան է եւ այլ այսքան բան արել է, բայց մարդկանց դա չի կողացնում եւ մարդիկ կարողանում են ընտրությունների միջոցով փոխել իրավիճակ, փոխել։ Մեր մոտ այդ ներկայացնելու բաներն էլ չկան, հա, առանձնապես ինչ պիտի ներկայացնենք նվազագույն աշխատավարձը, թե կൂട്ടակային կենսաթոշակը, թե արտաքին պարտքի ծավալը։ Բայց հնարավոր չի էլի ինչ-որ բան փոխել։ Ու էլի հույսել չկա, որ հնարավոր կլինի փոխել։ Հասարակության մոտ հույսեր չկա։ Ես ընդունում եմ, ես իրականում ասում, պետք է կրկնեմ իմ խոսքերը, որ մեզ մոտ հասարակությունը պարզապես այսպես չի հավատում փոփոխությունների, որովհետև արդեն տարիներով դա արմատացել է, կարծրացել է եւ պարզապես լավագույն տարբերակը, որ այժմ մեր քաղաքացիները տեսնում են, դա Հայաստանի Հանրապետությունից հեռանալն է։ Եվ այսօրվա պայմաններում ստեղծված են դրա համար բոլոր նպաստավոր պայմանները, որովհետև քաղաքացիները Հայաստանի Հանրապետության փորձում են իրենց կենսական խնդիրները լուծել այլ երկրներում։ Լավ, վերջին հարցը եւ ավարտենք։ Ձեր կուսակցության մոտավոր վերջին ժամկետը երբ պիտի հնչի զանգը։ Մոտավոր եմ ասում, որովհետեւ համոզված եղեք, որ ճիշտ պահին ես չեմ կարող ասել մոտավոր ժամկետներ, որովհետև վերջին հաշվով մենք դեռ ժամանակ ունենք։ Դե ճիշտ պահին կարող է ընտրությունները վերջանան, ճիշտ պահը կա։ Մինչև նախագահական ընտրությունները իրականում դեռ ժամանակ կա եւ ճիշտ պահին կլինի մեր կուսակցության հայտարարությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ։ Այսքանը երկրի հասը ծրագիրներ եթերում ես զրուցում էի ՎՀԿ խմբակցության անդամ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ։ Լավ մնացեք։